որտեղ չկա դրանից ավելի բան, երբ որ դու տեսնում ես դիմացինի օրհնությունը, տեսնում ես դիմացինի ուրախությունը, տեսնում ես, որ մարդը ինքը լույսի մեջ աման գալիս եւ այլևս խավարը իր կյանքում տեղ չունի, հալելույա։ Եվ շատ կարևոր է սիրելիս, որպեսզի այսօր դու որտեղ պնդվես ու ավելի հասկանաս Տիրոջ սերը, հալելույա, որ ունի, որ կա քո նկատմամբ, հալելույա, ամեն։ Գիտես շատ է հաղորդում այսօրվա համար ու Տերը մի հետաքրքիր խոսք ասեց, հալելույա։ Գիտես, սիրում ես ինձ, ես ասել Տեր սիրում եմ, ուրեմն դու պետք է պայքարես սիրո համար։ Ստերես դու քո սիրո համար պետք է պայքարես, ու ես տեսա իմ հոգու մեջ մի բան, որ Սատանան ամեն բան անում է, որպեսզի սերը սավեցնի Տիրոջ նկատմամբ։ Գիտեք, ամեն ինչ Սատանան ուզում է անի, որպեսզի դու չսիրես։ Նա ամեն գործիք, գործադրում է, ամեն ինչ անում է, որպեսզի քո սերը չարտահայտես։ Եվ մենք տեսնում ենք, թե աշխարհը ինչպես է գնում դեպի չարության, դեպի այդ հակառակության եւ փոխծության, բայց մեր Աստված հավաքել է մեզ սիրելիներս, որպեսզի իր սիրո մեջ պահի։ Գիտեք, հետաքրքիր է, որ երբ որ Տերը խոսած իր սրտի հետ ասեց, դու պետք է պայքարես սիրո համար, դու նաև պետք է պայքարես եկեղեցու մեջ պահելու այդ սերը, հալելույա։ Որովհետեւ եթե սերը չկա, ուրեմն Աստված չկա։ Եթե մենք միմյանց չենք սիրում, մենք ստախոսներ ենք, որտեղ Աստծո չի բնակվում մեր մեջ։ Դրա համար այսօր Տերը խոսած, քանի որ այսօր եկեղեցում շատ հզոր օր է, մենք տոնում ենք այսօր տոնել ենք այս նոր եկեղեցու մեկամյակը, հալելույա, ուրախ եմ, բայց ուրախության այդ միասին նաև իմ սիրտս լացում է, հալելույա, որտեղ գիտես ես ափսոսում եմ այն ամեն ինչ, որ չեմ արել Տիրոջ համար։ Ես ափսոսում եմ այն օրերը, որ ես չեմ ներդրել Տիրոջ գործի մեջ ավելի բարձրանալու համար, հալելույա։ Ու հասկացա մի բան, որ Աստված ուզում է, որպեսզի մենք բոլորս միասին մեկ լինենք իր մեջ։ Գիտեք, ամենակարևոր բանը որն է, որ մենք մեկ լինենք։ Այսօր հավաքվել ենք, Բարք Հիսուսին, ամեն մեկս տարբեր բնավորությունների տեր, տարբեր մտածելակերպի տեր, մարդիկ, տարբեր գեղեցկության տեր, դուք բոլորը գեղեցիկ եք, ամեն մեկը մեկից գեղեցիկ, հալելույա, ամեն, գեշ մարդ չկա։ Ասա Տիրոջ մեջ գեշ մարդ չկա։ Որտեղ ամեն բան գեղեցիկ է, ու Տերը նմանեցնում է մեր գեղեցկությունը դաշտի շուշաններին, գեղեցկությունը նմանեցնում այն ծառներին, հալելույա, գեղեցիկ ծառներին, որոնք որ տնված են, հալելույա, ամեն եւ իրենց գեղեցկությամբ եւ ոտով ինչ են անում, գրավում են մարդկանց ուշադրությունը։ Դրա համար Աստված մեզ բերել է իր պարտեզի մեջ որպես ծառներ, որպես ծաղիկներ, որպես գիտես այն հրաշալի պտուղը Տիրոջ, հալելույա, որպեսզի մենք աշխարհի մեջ լինենք նրա անուշ հոտը, որպեսզի մեզանից դուրս գնա այդ հոտը եւ լցնի աշխարհը, հալելույա։ Եվ դա կարևորը գիտեք, որ նա սերն է, որը մենք պետք է միշտ պահենք, որտեղ հայտնության մեջ ասում է, գիտես, քո դեմ մի բան ունեմ, որ դու քո առաջի սերը թողել ես, հալելույա, ամեն ապաշխարից, թե չէ գամ կշարժեմ քո ջրակակալը տեղից, եթե չապաշխարես, հալելույա, որտեղ ամենակարևոր բանը որն է սերը։ Որտեղ Աստված ասել, ասա մեր Աստված սեր է։ Եվ գիտեք, հետաքրքիր է, երբ որ ես ստացամ այդ խոսքը ու Տերը խոսած ու ինքը ցույց տվեց շատ բաներ, որ ես պետք է պայքարեմ, պետք է պատերազմեմ, պետք է գիտեք ջանք չխնայեմ, ու ես տեսա մի բան, որ մարդիկ կամ որ իրար սիրահարվում են, հալելույա, ու երբ որ սիրահարվում են, ինչ-որ բան խառնվում է։ Չկա այդ ձեր բան, որ մարդը սիրահարվի ու ինչ-որ բան չխառնվի, որտեղ սերին դեմն ով։ Անորեն։ Որտեղ ինքը չի ուզում ընտանիքներ կառուցվեն, ինքը չի ուզում, Սատանան չի ուզում որ այդ սերը թագավորի, Սատանան չի ուզում որ այդ սիրո մեջ երեխեք ծնվեն, հալելույա։ Իսկ ես ձեզ ասեմ, սիրուց ծնված երեխեքը միշտ ապահով են։ Ստես դու։ Բարք Հիսուսին։ Նորից եմ ասում, սիրուց ծնված երեխաները միշտ օգտված են լինում։ Ես տեսել եմ այն ընտանիքները, որոնք սիրով են իրար հետ, խոնարհությամբ, փոխկապակցված հասկացողությամբ իրար հետ միասին միաբան են, իրանց երեխեքը օգտված են։ Հալելույա։ Բայց որտեղ որ կա, գիտես, հակառակություն, կա չարություն, կա իրար դեմ, այն ինչ որ բաներ, եւ սերը ես տեսել եմ ընտանիքներ, որոնց մեջ սերը սառում է։
Որովհետև ես շատ մարդկանց, երբ որ հանդիպում եմ, գիտես տեսել եմ այն բաժանված մարդիկ կամ կողած իրենց ընտանիքները հեռացած, Ռուսաստանում շատ հանդիպեցի մարդկանց, որոնք սկի մոռացել էին, որ երեխա ունեն, ընտանիք ունեն, ու ես երբ որ իրանց հետ խոսում էի, իրանց մոտ սեր չկար, որովհետև եթե սերում ես դու գործողություն ես անում, որովհետև քո մեջը խիղճը սկսում այն ճանա աշխատել, հալելույա, ամեն, որովհետև Աստված սեր է, նորից եմ ասում Աստված սեր է, եւ մենք այդ սիրո համար պետք է պատերազմենք, ամեն, ու ես տեսա մի բան, հետաքրքիր բան, որ այդ սերը Տերը բերում է լցնի եկեղեցու մեջ, եւ լցնելու է իր սերը, եւ ով որ իր սիրտը կբացի այդ սիրով կլցվի, հալելույա, ով որ կխնդրի նրան կտրվի, հալելույա, եւ ամենակարևորը, որ մենք լինենք այդ սիրո մեջ Տիրոջ հետ, հալելույա, ձեռքի բռնած, գանենք առաջ, որտեղ ես ամեն սա երազանքների իրականացումը, որ Աստված իրականացնում է մեր երազանքները, նա տալիս է հնարավորություն, որպեսզի մենք կարողանանք Տիրոջ գործի մեջ առաջ անցնենք, հալելույա, ոչ թե մնանք այնտեղում, ամեն որտեղ որ սկսել ենք, այդ ինչ անենք հասնենք նպատակին Տիրոջ ծրագրերը եւ նրա տեսիլքները, հալելույա։ Իսկ նրա առաջի տեսիլքը գիտեք որն է, որ մենք լինենք բրդված։ Ստես դու։ Ոչ թե շատ եկեղեցիներ, այլ շատ մարդկանց փրկություն։ Ստեք դուք։ Շատ մարդկանց փրկություն։ Որտեղ Տիրոջ ծրագիրն է դա, որ ամեն մեկս ինչ ամենք ընդունենք Տիրոջը եւ փրկվենք, հալելույա։ Որտեղ Սատանան ինչ անում, Աստված սիրեց մեզ։ Մի հետաքրքիր բան եմ ուզում ասել։ Նայեք, երբ որ իմ հոգու մեջ ես տեսնում էի դա, ես զարմացել եմ, ասում եմ, Տեր իմ Աստված, ինչքան հրաշալի դու բացատրություններ ունես, որտեղ մարդը չի կարողանես բացատրի, ոնց որ Սուրբ Հոգին է բացատրում եղելությունը, ինչ որ գրված է Աստծո խոսքի մեջ։ Ինքն է հայտություն տալի է բացում ճշմարտությունը։ Հալելույա, ամեն։ Դու պատկերացրեք ինչքան էր Աստված սիրում Ադամին, որը իր ստեղծագործությունն էր եւ այդ սերը ինքը լրացնում էր երբ որ հոր ժամին գալիս էր շփվելու նրա հետ։ Եվ այդ սերը ինչ էր ամբողջ այդ տարածքի մեջ թագավորում էր Փառք Հիսուսին, ամեն։ Ինչի համար էր Աստված գալիս, որտեղ նա սիրում էր Ադամին, որտեղ դա իր ստեղծածն էր, հալելույա։ Եվ այդ ստեղծածի ինքը ինչ էր անում, հիանում էր։ Այդ ժամանակ անցկացնում էր երևական պարտեզում ուրախ, հալելույա, ամեն ես հավատում եմ այդ թրջկոտում էր Ադամը իր դեմը, այդ իր ստեղծած այդ կենդանիներն էին թրջկոտում, Տերը գալիս էր ու ինչ էր անում, ուրախանում էր, հալելույա։ Եվ օրերից մի օր դասը մարդը որ առաջի սիրո մեջ է եղել։ Չստոտ։ Հալելույա։ Ոչ մի բան չի հետաքրքրում։ Այս աշխարհի մեջ ոչ մի բան հետաքրքիր չես։ Ինչ է կատարում կողքը, ով ինչ խոսում է, ով ինչ անում է։ Դու սիրո մեջ սավառնում ես։ Հալելույա, որտեղ դա Տիրոջ սերն է։ Դու այդ ժամանակ երանելի մարդ ես, որ խնդրերը ասում է, այո, սիրո մեջ բնակվող մարդը երանելի է, ու դու թզվում ես, հալելույա, չես նկատում ոչ մեկի սխալը, չես նկատում ոչ մեկի ոնց է նստել, ոնց է հագնվել, ոնց է խոսում, այլ դու Տիրոջ հետ սավառնում ես, հալելույա, այդ սիրո մեջ, որտեղ քո աշկերը ուրիշ աշկեր են դարձել, դու տեսնում ես մարդկանց փրկված, դու տեսնում ես սիրում ես, հալելույա, այդ սերը, Աստված այն սերը ինչ անում, բխում է քեզանից, հալելույա, եւ դու ուզում ես ինչ-որ բան անել այդ մարդու համար, հալելույա։ Փառք Հիսուսին։ Ու ինչ եք պատկերացնում, թշնամին ուրախ է։ Թշնամին ուրախ է, որ փոխհարաբերությունները ճշտվում են մարդկանց միջև, որ սերը թագավորում է, որ ամեն մեկը մեկի համար կանգնած է, հալելույա, ամեն մեկը մեկը գիտես այդ տարածում են, հիվանդ են, գիտես կապված են ինչ-որ բանի, դու գնում ես, հալելույա։ Ու գնում ես տեսնում ես Տիրոջ ձեռքը։ Տեսնում ես մարդիկ ոնց են ազատագրվում։ Տեսնում ես թե ոնց է Աստված ազատագրում մարդկանց, այն մարդկանց, ովքեր իր պատկերով ստեղծված են, ու դուք պատկերացնում եք ինչ ուրախություն է երկնքում, երբ որ ինչ-որ մեկը ընդունում է Հիսուսին։ Երբ որ ինչ-որ մեկը ազատագրվում է այդտեղից։ Եվ լցվում է ինչով, Տիրոջ սիրով։ Հալելույա։ Դա հրաշալի է։ Գիտես ես մի հետաքրքիր բան է, ով է տեսել, որ մարդը սիրելու պատճառով հիվանդանում է։ Լսել եք այդ բանը։ Ամեն, ես եք զգում եք, որ ես հիվանդ եմ այդ սիրո համար։ Տիրոջ սիրո համար ես հիվանդ եմ։
Որտեղ ամեն բան Աստված քանդեց են, գիտես մտածելակերպը, քանդեց, ու ես տեսամ, որ սիրում եմ մեկին, ում վրա սիրահարված եմ, ու հիվանդ եմ սիրում համար, որ պատրաստ եմ ամեն ինչ անելու, որ մարդկանց ապացուցեմ, որ ես Հիսուսին սիրում եմ, ու Սատանան չի կարող խանգարել, ես հասնելու եմ դրան, ես ապացուցելու եմ, որ ես սիրում եմ, ով ուզում ապացուցել, մենք ապացուցելու բան ունենք, հալելույա, եթե գիտես Սատանան ինքը եկավ ու խառնեց այդ ամենը, այդ ծրագրերը, այդ ուրախությունը Տիրոջ, ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը Տիրոջ է մեր ուրախությունը խառնի, ստեղ դու, ես ես վստահեցնում եմ, եթե մենք այսօր սիրով լցվենք, ոչ մեկը մեր ուրախությանը չի կարա ինչ անի, խանգարի, փառք Հիսուսին, փառք Հիսուսին, չի կարա, ով ատեսե, որ լավ մեծ խնդրույք կա լինում, հալելույա, մարդիկ ուրախանում են, ինչ-որ բաներ ստես լավ, ամեն ինչ լավ, ինչ-որ մեկը խանգարում այդ խնդրույքը, տեսել եք այդ ձևի խնդրույքներ, որ հարամ են անում, Սատանան հարամ անող է, բայց մենք չենք թույլ տալու, բացածը ձեր կետասերից թույլ չենք տալու, որ իմ Տիրոջ մեջ այդ խնդրույքը սիրո հարամ լինի, փառք Հիսուսին, ասա փառք Հիսուսին, արեք սկսենք, լավ, ես ուզում ստեից սկսեմ, ես հիվանդ եմ սիրում, ես հիվանդ եմ, ոչ մեկ չի տարանցի, այդ հիվանդությունը բուժի, որտեղ սիրով լծված, սիրով հիվանդացած մարդը լավ է, շատ լավ է ինամուր, ամեն, լստիրում է, իսկ Սատան պարտվում է, չի տանում չարացնի, չի տանում գորոզացնի, չի տանում հպատացնի, չի տանում, գիրես, չի տանում, հոզորով չի, որտեղ ես ինչ եմ, սիրո հիվանդ եմ, հալելույա, իսկ ասված սերը, ուզում եմ, որ բացեք երկոց, հալելույա, Ով է կարդացել երկոցը, շատ լավ գիրքախորհուրդ կամ կարդալ, հալելույա, հենց քեզ վատ ես զգում, վերցրու կարդալ, հալելույա, տեսեք ինչքան լավ բաներ ասում, հենց մեկը իր կնոջ վրա չհայնացածը բանց կարդա, հենց ինչ որ մեկը իր ամուսնու վրա չհայնացած բաց կարդա, հենց դու կարդում ես ամեն բան փոխվում, հենց դու դրա մեջ ես, հալելույա, ասես դու ես, դու Տեր Աստված, քեզանով ես կարող եմ ամեն բան, հալելույա, ամեն, ես կարող սիրեմ, շուրայի կողքին տասեք, ես կարող սիրեմ քեզ, ինձ այսօր պատիվ է, սիրելու քեզ, փառք Հիսուսին, այսօր պատվի ենք արժանացած սիրելիներս, որ այսօր միասին, այստեղ Տիրոջ սիրո մեջ, հաղորդակցվենք մեկս մյուսի հետ և ասենք, Տերը փառավորվի, հալելույա, երկոց, Փառքը լինի մեր Տիրոջը, հալելույա, այո, երկոց, երկոց, երկուսի, չորսից, հալելույա, ամեն, դու ուրախ ես, այսօր զորորա, Ստեն ինչ ուրիշ թարգմանություն ականգնենք, նույնս տեղը բացենք, հալելույա, ասում է գինետուն տանեք ինձ խնջույքին, իսկ ստեն ասում է խնջույքին, այսի ուրիշ թարգմանություն, լավ, ինձ տանավ խնջույքի տունը և նրա դրոշն ինձ վրա ասել է, հալելույա, ասա այսօր Տեր ինձ բերել է իրա խնջույքի տունը, և իրա դրոշով նա բարձացի է, սիրով, ասա քո վրա դրոշա կա բարձացված։ Գիտեք ամեն դիրքում լավ լսել։
Երբ որ դու գնում ես սահմանները, ամեն բարձր տեղերում դրոշակներ կան։ Ամեն դիրքում դրոշակ կա։ Ու երբ որ Տերը քեզ բերում է իր տուն, ցնծության տուն, իր աղոթքի տուն, քո վրա դրոշակը բարձրացնում, եւ ինքը ասում է, ինքը սիրո հովանուտական։ Ամեն։ Հալելույա։ Ամեն։ Եվ ինչ ասում, շարունակությունը։ Հալելույա։ Շարունակությունը, չորսը չկա։ Երկեքոց, մեկուսի, զորացնեք ինձ կարկանդակներով, ուժովացնեք ինձ խնձորներով, որտեղ սիրով հիվանդ եմ ես։ Հալելույա։ Ամեն սիրով հիվանդ եմ։ Կա մեկը, որը իսկականից սիրով հիվանդ է։ Ես տեսել եմ երիտասարդի, ով լուրջ սիրահարված է, ինքը հիվանդ է։ Ու գիտես ինչն է կարևորը, որ ինքը պայքարում է։ Այսօր շատ պետս, ես նորից եմ ասում, շատերս չենք պայքարում։ Այդ սիրո համար, որ Աստված այսօր ուզում է, որ մենք ինչ անենք, իր հանդեպ ունենանք։ Մենք շատ ենք խոսում սիրո մասին, սիրելիներս, շատ ենք խոսում։ Բայց այսօր եկել է ժամանակը, որպեսզի մենք հասկանանք, որ ամեն ինչ անում Աստված, նրա ձախ ձեռքը կխիստակի եւ աչքը ինձ գրկե, հալելույա, ամեն, եւ երբ որ մենք սիրո մեջ ենք իրար, երբ որ հիվանդ ենք, սիրո հիվանդությունը լավ է, որտեղ եթե դու սիրում ես, դու պայքարում ես։ Ես տեսել եմ մարդու համար, որ սովորական է, այսօր սիրեց, ասում եմ բախի ամուսնացակ, դե ասում եմ ասեցին ամուսնացան։ Ասեցին ամուսնացան, ծանոթրեցեցինք ամուսնացան։ Գնես ենքան հետաքրքիր կա մի հատ տեսել եք, չէ՞ մի հատ հաղորդում կա այն։ Իսաբաց, ես ինչա։ Նայում ես, որ գիտես ինչ ես անում, ասես լավ, ընդհանրապես, այս ամեն ինչի մեջ, գոնե մի հատ սեր տրի, որ մեկ ասին սիրալ, մեկ ասեցին, եկավ ասեց, էսի ասեց, ասելով չի սիրելիները սրտանց է։ Երբ որ սերը սրտանց է արտահայտվում, երբ որ քո սրտիդ մեջ արդեն ինչ է դատարվում այդ գործողությունը սիրո, դու սիրում ես մարդուն։ Ես տեսել եմ մարդիկ, որոնք որ սիրո համար պատրաստ են ամեն ինչ գնալ մինչև վերջ։ Հալելույա։ Իսկ այսօր Աստված, ասա Աստված, այնպես սիրեց աշխարհը, ով գիտի այդ տեղը, Հովհաննես 3 Ոսկե կանոնն է, Հովհաննես 3:16, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ամեն նրա հավատացողը կյանք ունենա եւ ավելի ունենա։ Բայց ինչը բերեց դրան սերը, ամեն զոհեց Աստված ուղարկեց իր միածին որդուն, որտեղ սիրեց ինձ ու քեզ։ Շուր արի քո կողքինից ասա Աստված սիրեց քեզ։ Ու իր որդուն տվեց։ Գիտես ինչ արեց Տերը։ Նա եկավ մեր փոխարեն։ Սիրո մեջ պակաս ոչ մի բան չկա։ Եվ այսօր Աստված ինչ անում է սիրով ուզում է լցնի մեզ։ Նա ուզում է մեզ լցնի այն ուրախությամբ, որը սիրուց է գալիս։ Հալելույա։ Ո՞վ է տեսել չսիրող մարդ։ Ես շատ եմ տեսել։ Չսիրող մարդ, ոչ մեկին չի սիրում։ Ինքը մենակ իրան է սիրում։ Չէ, իրան լավ է սիրում է։ Ու երբ որ նայում ես ասում, զարմանում ես ասում, այս ով խաբեց այս մարդուն, ով խաբեց քեզ սիրելիս, ով քեզ խաբեց։ Չէ որ դու Աստծո կողմից սիրված մարդ ես։ Եթե Աստված քեզ սիրեց ու բերեց այսօր ստեղ, հավատարիմ մնա այդ սիրուն։ Եթե Աստված քո կողքը բերել է սիրուն, մի հատ քրոջ է նստեցրել, մի ընտանիք է նստեցրել, եղբորը տա նստեցրել, սիրիր քո եղբորը քո անձի պես։ Որտեղ երբ որ դու սիրում ես, Աստված քո հետ է։ Դուստես։ Գիտես, ես հասկացել եմ մի բան, կա մի հատ բանալի, որ Աստված տվել է ինձ։ Հալելույա։ Սիրի քո հետ կլնեմ։ Ում որ սիրես քո հետ եմ։
Ով ասում որ Աստված իր հետ ունի։ Փառք Հիսուսին, սիրի ով ապրնե ձերձը։ Սիրի Աստված քո հետ է։ Եթե իրար սիրեք, ճշմարտի աշակերտներն եք։ Եթե իրար սիրեք, ես ձեր հետ եմ։ Եթե իրար սիրեք, կհաղթեք։ Եթե իրար սիրեք, կորտնվեք։ Եթե իրար սիրեք, կուրախանաք, հալելույա։ Այսօր մեծ ուրախություն է։ Ով կմտածեր մի տարի առաջ, որ մենք կունենանք Աբովյանում մեզևի հերանալի ծառայություն, որ կհավաքվենք ստեղ փառավորենք Տիրոջը, ու գիտես մարդիկ կգան ու կխոնարհվեն ու կասեն այո Տեր, հալելույա, դու ես միակը, դու ես փրկիչը։ Ով կմտածեր։ Ասա Աստված։ Աստված արդեն մտածում էր։ Աստված մի տարի առաջ տեսնում էր այս օրը։ Շուրարի կողքին տասը Աստված քեզ տեսնում էր այսօրվա մեջ։ Փառք Հիսուսին։ Ո՞վ ասում որ մի 10 տարի հետո էլ տեսնի, 20 տարի հետո էլ տեսնի։ Լսեք սիրելիներս։ Հիմա ես ես նա գաղտնիք եմ ուզում բացեմ։ Եթե Աստված քեզ տեսել է 30 տարի հետո, այդ 30 տարվա մեջ հաստատ չես մեռնելու։ Հալելույա։ Այսօր մի տեղ ասա վախեցնեղը ցաված, ասա Տեր ես պատրաստ եմ իջը վերջ գնալու, հալելույա։ Փառք Հիսուսին։ Ինչ որ ձեռնարկես Աստված օրհնելու է։ Քանի որ ինչ այդ տարիների մեջ Աստված քեզ տեսնում է, հա, վերջը։ Ո՞վ ուզում է որ Աստված տեսնի ու տանի իր վերջը։ Ես ուզում եմ։ Ասեց ես գնում եմ, բայց դուք հիմա իմ հետ չեք կարող գալ։ Գիտես այնքան հետաքրքիր էր, շատերը ուզեցին գնան, բայց չտարավ։ Հեշտ է թողնել գնալը։ Պողոսն ասում է իմ գնալը շատ լավ է իմ համար, բայց իմ մնալը ձեր համար է լավ։ Փաստորեն մարդը, Սուրբ Հոգով լցված մարդը, Աստծո սիրող մարդը ստե է կարևոր։ Ամեն։ Աստված մեզ ստե է կարևորում։ Ընդ պետք չի արդեն որ կարևորի, որտեղ ընդ հավիտենական կյանքն է ուրախություն, աշկերը մաքուր, ուրախ, հալելույա, վայելելու է հավիտենական կյանքը, բայց ստե, ասա ստեից է սկսում։ Կարևորը ստեին է, ու Տերը կարևորում է մեզ ստե, որպեսզի մենք ստե լցված լինենք Տիրոջ հոգով, սիրով նրա, որպեսզի կարողանանք Տիրոջ անունը փառավորենք եւ նա փառք իջեցնենք երկրի վրա։ Եվ այդ ժամանակ արդեն Աստված երբ որ փառավորվեց, վայ սատանային։ Գիտես շատ ժամանակ Աստծո խոսքը ասում է վայ սրան, վայ նրան, վայ նրան, բայց գիտես վայ սատանային։ Երբ որ մենք կնենք Աստծո սիրո մեջ, միաբան, հալելույա, ու հաղթանակներում Տիրոջ։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Հալելույա։ Ես հիվանդ եմ սիրում։ Ու այնքան հետաքրքիր էր, պայքարի սիրո համար, պայքարի ամեն մեկի համար, պայքարի որ իրար սիրեն, պայքարի, պատերազմիր, հալելույա։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Գրես այնքան մի հատ հետաքրքիր բան էր երեք Տերը եղբայրասիրության մասին խոսում։ Եղբայրասիրություն։ Շատ հետաքրքիր թեմա է, չէ՞, եղբայրասիրություն։ Դու կարդում ես ընդ եղբայրասիրություն ունեցեք ձեր մեջ, հալելույա։ Հա հյուրասիրության մեջ առաջ անցեք, մեկը մեկիդ համար, հա սիրեք քո ընկերոջ քո անձի պես, եղբայրասեր եղիր, շատ ենք խոսում դրա մասին։ Ամեն։ Գիտեք եղբայրասիրությունը խի առաջնային դնում։ Հալելույա, ամեն։ Սկզբից ասում է սիր քո Տեր Աստծուն, հա, քո ամբողջ հոգով, սրտով եւ էությամբ եւ սիր քո ընկերոջը քո անձի պես։ Ինչի համար հենց եղբայրասիրության մաշինա խոսում, որովհետեւ դու տեսնում ես քո եղբորդ ու քրոջդ։ Ու պետքա սիրես։ Ամեն։ Որովհետեւ ասում է, եթե դու տեսնում ես քո եղբորը, դու չես սիրում կեղծավոր, ինձ որ չես տեսնում, որտե՞ց կսիրես։ Այսօր Աստված ուզում, ասա Աստված ուզում է, որ քո հետ լինի։ Սիրիր քո եղբորը, սիրիր քո ընկերոջը, սիրիր քո քրոջը, սիրիր եւ Աստված քո հետ կլինի։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Չգիտեմ մի հատ ինքան հետաքրքիր էր Տերը երեկոյան խոսում շատ մարդկանց, այո, գիտեք
անելունությունը շատանալու պատճառով Տերը ասում է սերը կսարճի։ Անելունություն։ Ես շատ է երեք աղոթում, որովհետև դրա մասին մտածում եի ու ասում եմ լավ, ի՞նչն է անելունությունը եւ որտե պետք է գա։ Ինչ եք մտածում, աշխարհը սիրում է։ Ասում աշխարհը չի սիրում։ Ո՞վ է սիրո մեջ Աստծո ժողովուրդը։ Ամեն, որտեղ Տիրոջը չի ճանաչում, սիրո մասին էլ չգիտի։ Մարդը, երբ որ Հիսուսին չի ընդունում, ինքը սիրո մասին էլ տեղյակ չի, որտեղ Հիսուսը հենց ինքն է սերը։ Ամեն, եւ ոչ թե աշխարհի միջի անիրավության մասին է խոսում, այլ սա խոսում է, ամեն, Աստծո ժողովրդի մասին, որ երբ որ Աստծո ժողովուրդը կանիրավանա, սերը կսարճի։ Ասա Տեր իմ Աստված, իմ սերը չի սարճելու։ Եվ անելունությունը չի մոտենալու։ Հալելույա։ Ամեն։ Ու ես ինձ պատկերացրեցի իմ ամենաջահել վախտերս։ Ո՞վ է ուզում, սա եթե մեծահասակներ կան կամ գիտես ինձ երիտասարդները, որոնք նոր պետք է ամուսնանան, կամ արդեն երեխա ունենան։ Հիմա ես ձեզ մի հատ հետաքրքիր բան եմ ասում։ Դավիթ ջան, երեխուդ վեկալ արի։ Հիմա մի հատ հետաքրքիր բան եմ ցույց տալի ձեզ։ Սա ռեալ է։ Ամեն։ Հիմա ես Դավոյին աշխարհի չափ սիրում եմ։ Լսում եք ինչ եմ ասում։ Ինչ եք մտածում Դավոյից ծնվածին։ Չեմ սիրի։ Նորից եմ ասում, Դավոյից աշխարհի չափ սիրում եմ։ Ամեն։ Ու ինչ պետք է անեմ Իրանից ծնվածին։ Ումից ես ծնված դու։ Ումից ես ծնված։ Կաս թե մարդը որ Աստծուց ծնվել է։ Ոչ սիրես, հալելույա։ Ոչ սիրես ես գեղեցկուն, հալելույա։ Բայց ոչ թե ես Իրան եմ սիրում առաջինը, այլ սիրում եմ Դավոյին։ Եթե ես Դավոյին չսիրեմ, Իրաքից ծնվածին էլ չեմ սիրի։ Դուս տես, Փառք Հիսուսին։ Հիմա հասկանալի է թե Աստված ինչ է ասում։ Եթե ինձ սիրեք, ինձանից ծնվածին էլ կսիրեք։ Եթե ինձ ճանաչեիք, իմ հորն էլ կճանաչեիք։ Եթե իմ հորը ճանաչեիք, ինձ էլ կճանաչեիք։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Եթե դու Հիսուսին սիրում ես, կաս թե հոգուց ծնված մարդ։ Վերստին։ Դու վերստին ծնված մարդ ես։ Դու Աստծուց ծնված մարդ ես։ Դու հոգուց ծնված մարդ ես։ Ոնց կարաս, ասես ես սիրում եմ Հիսուսին, ու չսիրես նրանից ծնվածին։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Ով ես դու։ Ով ես դու, որ չսիրես։ Եթե դու ասում ես ու սիրում ես, դու ճշմարտության մեջ ես բնակվում։ Բայց եթե դու ասում ես, բայց չես սիրում, դու ստախոս ես։ Ասում եմ, սուտ մի խոսեք։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Մենք սիրում ենք։ Դրա համար այս եկեղեցու մեջ առաջնայինը լինելու է Աստծո սերը, եղբայրասիրությունը, մեկը մեկի հանդեպ հարգանքը եւ սերը։ Եվ գիտեք ինչ, ամեն մեկը մեկի համար ցավալը։ Սա մի նոր բան է Տերը անում, ես հավատում եմ, սա ոչ առաջի եկեղեցին է, ոչ էլ վերջի։ Որտեւ Տերը շատ եկեղեցիներ է բարձրանալու։ Ես չգիտեմ որտեղ, բայց գիտեմ հաստատ, որ բարձրանալու են։ Եվ Տիրոջ սիրո մեջ։ Եթե մենք կարողանանք այդ սերը պահենք, հիմա ես ձեզ մի տեղ, որ Տեր երեք մարգարեական խոսք է ինձ տվել, հալելույա, ես կկարդամ հիմա այդ տեղը, Փառք Հիսուսին, ով ասում, որ այդ մարգարեական խոսքը, հալելույա, շատ հետաքրքիր էր։ Ամեն, կգնաք երկրորդը կարդակ, թող տղամարդիկ իրանց կանանց համար կարդան, կանայք էլ իրանց ամուսինների համար։ Համաձայն ես։ Փառք Հիսուսին, որ համաձայն ես։
Հալելույա։ Փառք Հիսուսին։ Հայտնություն 2:19 Փառք Աստծո։ Հայտնություն 2:19 Տեսա քո գործերը, ասա Աստված ամեն բան տեսնում է։ Նորից ասա, մեր Աստված ամեն բան տեսնում է։ Ասում է, տեսա քո գործերը, սերը, ասա սերը, ինչն է առաջինը տեսնում, հետո նոր հավատքը։ Ստես դու, սեր, հավատք, ծառայություն, ասա սեր, հավատք, նոր ծառայություն, որտև եթե դու սիրո մեջ չնես, չի գա հավատքը, հավատքը Տիրոջից է, Աստծո հավատքն ունեցեք, ամեն, բայց Աստված սեր է, սեր, հավատք, ծառայություն, մինչև դու սիրով չլցվես այսօր, սիրելիս, քո հավատքը չի բարձրանա, իսկ եթե քո հավատքը չբարձրանա, դու չես կարող ծառայես։ Բայց ինչն է կարևոր այստեղ, հալելույա, տեսա քո գործերը, սերը, հավատը, քո ծառայությունը, ասա Աստված ամեն բան տեսնում է։ Համբերությամբ, քանի որ վերջին գործերն ավելի շատ են, քան առաջինները։ Ասա վերջի գործերը, նորից ասա, մեր վերջի գործերը ավելի շատ են լինելու, քան թե առաջինները։ Ու Տերը խոսած իմ հետ, այո, կարևորը ոչ թե սկսելն է, կարևորը վերջացնելն է, բայց մեր վերջը ավելի լավ է լինելու։ Ամեն, մեր գործերը ավելանալու են, որտեղ ձեր նման հրաշալի ամեն քույրիկներ եւ եղբայրներ ունենք, որոնք այսօր եկել են Տիրոջ սիրով լցվելու։ Ամեն, մենք ուրախ ենք, երբ որ Տերը փառավորվում է։ Մենք ուրախ ենք, երբ որ տեսնում ենք։ Ու Տերը հետաքրքիր խոսում է։ Այնքան հետաքրքիր խոսում, որ լացը գալիս է։ Շատ ժամանակ, երբ որ Տերը խոսում է, դու լացում ես։ Գիտես խես լացում, որտեղ դու լցվում ես Տիրոջ սիրով։ Դու հասկանում ես, որ քո կյանքը թելից է կախված։ Դու հասկանում ես, որ ամեն բան ունայն է։ Դու հասկանում ես, որ բացի Տիրոջից ուրիշ բան չկա, որտեղ Տիրոջ մեջ է ուրախությունը։ Տիրոջ հետ հաղորդակցվելու մեջ է, գիտես, երջանկությունը, երբ որ դու Տիրոջը սիրում ես, հալելույա, նա էլ ասում է, ես էլ քեզ եմ սիրում։ Ես սիրում եմ քեզ։ Գիտես, նա սիրում է մեզ։ Մենակ չասես ոնց ես սիրում։ Ասա Տերը ինձ անսահման սիրում է։ Բայց գիտես շատ ժամանակ Տերը, երբ որ գալիս ասում է, ես սիրում եմ քեզ, շատերը ասում են, ոնց ես սիրում ինձ Տեր, այս վիճակի մեջ ես գցենձի։ Ասա ամեն ծանր իրավիճակից հանող Աստվածը մեր Աստվածն է։ Ուզում եմ բացեք Մաղաքիայի։ Հալելույա։ Արեք բացենք Մաղաքիայի գիրքը։ Մաղաքիա 1:2 Հալելույա։ Մաղաքիա 1:2 Ես ձեզ սիրել եմ, ասում է Տերը։ Ասա Տերն է ասում, որ ինքը ինձ սիրում է։ Նորից ասա, Տերը ասում է, ես ձեզ սիրում եմ։ Իսկ դուք ասում եք, ինչով ես սիրել մեզ։ Չասես է ձևի բան։ Լսում ես դու, ինքան սրտիս կպել էր այստեղ, երբ որ Տերը խոսում էր։ Ես սիրում եմ ձեզ, բայց դուք ասում եք ինչով ես սիրել։ Գիտես ինչով ես սիրել, որ կյանք հատվեք ես։ Ամենակարևոր բանը։ Ամեն։ Պատվական անուն հատվեք ես, որը ոսկուց ու արծաթից թանկ է։
Ասա Աստված ինձ անուն է տվել, որ ես ոսկուց ու արծաթից ավելի թանկ է։ Երբեք այդ անունը չկորցնես, հալելույա, ամեն։ Ու Տերը դες ինչ ասում, ինչու է սիրել մեզ։ Միթե Եսավը եղբայր չէ Հակոբին, ասում է Տերը, եւ ես Հակոբին եմ սիրել։ Ասած Տերը բոլորին սիրել է։ Մենք տեսնում ենք, որ Եսավին էլ օրհնեց։ Ամեն։ Ոչ թե նենց մենակ Հակոբին օրհնեց ու վերջացավ։ Այո, բոլոր սխալների հետ միասին նա Եսավին էլ օրհնեց։ Ուստի ասում միթե ես նրան թողեցի, միթե նրան աղքատացրեցի, միթե նա ինչ-որ բանի կարիք ունեցավ, չէ որ նրա ազգն էլ։ Հետո վերջում ասում Եսավին եմ տվել այս տարածքը, հանկարծ չմտնեք։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Աստված տվել է մեզ իր սիրը, որպեսզի ինչ անենք, մենք էլ շնորհակալ լինենք ու ասենք Տեր, փառք ես, որ դու Տեր իմ Աստված մեզ ողորմում ես։ Հալելույա։ Երկու տեղ էլ կարդամ, հետո մենք փառաբանենք, շփվենք, ամեն, ես հավատում եմ, որ դու այսօր լավ օր կունենաս։ Գիտես, շատ ժամանակ մենք գալիս ենք, քարոզում ենք ու թողում վախտում գնում ենք, բայց մոռանում ենք, ինչ որ մի հատ քաղցր բան ասենք մեր եղբորը։ Կարող է հենց այդ ժամանակ Սուրբ Հոգին քեզ օգտագործի, քո շուրթերը օգտագործի, քո սիրտը օգտագործի, ինչ որ մեկին օրհնության խոսք ասելու։ Որտեղ խոսք ասում ում որ օրհնեք, օրհնված կլինեն։ Կարող է մեկը այսօր շատ ծանր իրավիճակի մեջ եկել է եկեղեցի ու Տերը ուզում է հենց որ դու մոտենաս իրան ու ասես Աստված սիրում է քեզ։ Կարող է մարդը սպասում է որ հենց դու մոտենաս։ Որտեղ այնքան ես նեղացրել իրան։ Ու ինքը քեզանից է սպասում այդ սերը։ Որտեղ ինքը քեզ շատ է սիրում։ Ու սպասում է որ դու մոտենաս ու ասես սիրում եմ քեզ։ Կարաս անես։ Բայց շատերը գիտես ինչ են անում, թող փախնում են։ Հալելույա։ Մի 2 կիլոմետր գնում են նորեն ասում ես սիրում եմ իրան։ Տեր ես սիրում եմ իրան։ Տերն ասում է դու փախար։ Դու գնացիր։ Ես քեզ ուզում էի օգտագործեի այդ սերը նորոգելու։ Ես ուզում էի օգտագործեի քո օրհնության համար։ Քո շուրթերը որ դու օրհնվեիր, որտեղ այդ մարդը սպասում է քո մոտենալուն։ Գիտես ինչի համար է եկեղեցին չի աճում։ Շատ ժամանակ, հա? Այդ սիրո պակասի պատճառով։ Որտեղ եթե դու սիրես, դու քո անձը կդնես։ Ով որ սիրում է իր անձը դնում է։ Հիմա արեք մի հատ ջահելի ասենք, ով որ սիրահարված է մեկի վրա։ Ասենք պատրաստ է սիրա համար մեռնելու։ 100%-ով ասելու է հա, այդտեղ մենք տեսել ենք, չէ՞։ Ասում են իմ սրբությունն է։ Ով կարա իմ սրբությանը կպնի։ Եթե իր համար հա սովորական լինի այդ աղջիկը, ասի ինչ ուզում է թող լինի։ Ճիշտ է, տենց է, տենց չի։ Բայց ինչ է իր համար թանկ է։ Ով է մեր սուրբը։ Ով է քո սուրբը։ Հիսուսը։ Ու դու այդ սրբության համար, ասա սրբության համար պետք է պայքարես։ Պետք է պատերազմես։ Պետք է բոլոր խոչընդոտները վերացնես, որպես այդ սերը ինչ անի, արտահայտվի։ Գիտես շատ ժամանակ ես իմ կյանքում տեսել եմ։ Լիքը վիրավորանքներ եմ տեսել։ Լիքը հակառակություններ եմ տեսել, բայց երբեք թույլ չեմ տվել, որ ինձ սերը պակասի։ Չեմ թույլ տալի։ Հոզորով չի։ Գիտեք հենց այնպես չի, սատանան մի օր գալու է կանգնի ու ականջի փսփսա ասի, տես քեզ ինչ արեցին։ Հələ նայի, իրանք ով են։ Բայց դասես ես սիրում եմ այդ մարդուն։ Ես օրհնում եմ այդ մարդուն։ Երբ որ ես գնում եմ ծնկի եմ գալի, ես աղոթում եմ այդ մարդու համար։ Ու Աստված փոխում է ամեն բան։ Մի տեղ էլ, հալելույա, Սաղմոս 109 Սաղմոս 109 ունենք, չէ՞ գրած։ Մյուսն էլ շարունակությունն էլ։ Հալելույա, չկա, լավ, կանի ես կարդամ։ Դետի Սաղմոս 109
Եվ ատելության խոսքերով պատում են ինձ, եւ զուր տեղը կրվում են ինձ դեմ։ Իմ սերի փոխարեն հակառակում են ինձ, բայց ես աղոթք եմ անում։ Ստեք դուք, ինչ եմ անում, բայց ես աղոթք եմ անում։ Նորից եմ կարդում, նայեք սիրելիներս, Տերը հատիկ, հա, իմ սիրտը ստենց սա խառնել է իրար ու բերել է մի կետի, առանց սիրո դու ոչինչ ես։ Եթե դու սերը չպահես ու կռիվ չանես, եթե չպատերազմես այդ սիրո մասին, եկեղեցին չի ծաղկի, բայց սիրո մեջ, ասա Տիրոջ սիրո մեջ մենք ծաղկելու ենք, որտեղ մերը չենք փնտրելու, այլ ամեն մեկս փնտրելու ենք մեկինս, հալելույա, ամեն։ Իմ սերի փոխանեն հակառակում են ինձ, բայց ես աղոթք եմ անում։ Եվ փոխանակ բարի չար են հատուցանում ինձ, եւ իմ սերի փոխանեն ատելություն, հալելույա, կապ չունի, սիրելիներս, ինչ կանեն քեզ, չար կանեն քեզ, կխոսան քո դեմ, դու բարին արա։ Ամեն, երբ որ դու բարին անես, երբ որ դու սիրես, սատանան կպարտվի։ Նա խորաման կա, եւ նա ամեն ինչ անում է, որպեսզի ինչ անի, մեզ հեռացնի Տիրոջից։ Դրա համար խնդրում եմ ձեզ, Աստված օրհնի ձեզ, թող Տերը օրհնի այս եկեղեցին, որը արդեն մի տարեկան է, թող օրհնի բոլոր ծառայողներին, նրանք ովքեր որ իրենց կյանքը ուզում են դնել Տիրոջ մեջ, հալելույա։ Ես հավատում եմ, այսօր շատ հզոր օր է, մենք հեսա կփառաբանենք Տիրոջը, կուրախանանք, ու գիտես կշփվենք իրար հետ, կտոնենք միասին, մենք լավ սիրուն տորթ ունենք, դու կարող եք նկարվել, հալելույա, հա, նկարվեք սիրուն, իրար շնորհավորեք, իրար մի հատ քաղցր սիրո խոսք ասեք եւ օրհնեք մեկը մյուսին։ Տերը օրհնի ձեզ։